Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ունենք կարճ ուղիղ միացում, տեսնենք ինչ է կատարվել այսօր մեդիա դաշտում։ Ես նորից ուզում եմ այսօր անդրադառնալ Վարդան Ղուկասյանից, բոլորս լսել ենք, որ այսօր նա խոսել է եւ այդ ձայնագրությունը մենք ինչ-ինչ բաներով ճշտել ենք, որ այո դա ինքն է եւ դա շատ կարեւոր է ճշտել իմանալ արդյոք նայա թե նա չի, որովհետեւ այսօր շատ մարդիկ կան, որ նմանագում են ձայները, դա շատ կարեւոր է իմանալ, որ արդյոք դա այդ անձնավորությունն է թե ոչ։ Ես ուզում եմ մի հատ լավ առաջարկ անել շատերի համար, դա ճիշտ է Վարդան Ղուկասյանի թեման պիտի մի խոսամ, բայց այդ առաջարկը ինձ թվում է բոլոր մեր կարանավոր եղբայրներին կարող է օգտակար լինել։ Ես կխնդրեի, որ մեր իրավաբանները ունենան բլանկ, որտեղ ցույցերը ոնց հասկանում ենք տարբեր երկրներում անհնարին է, ինչ որ մեկ անձի համար, որ տարբեր երկրում ցույցեր անեն։ Ես մի լավ բան եմ ուզում առաջարկել, հենց այս ֆոնի տակ, որ այդ բլանկը ուղարկենք, ես կօգնեմ այդ ամեն ինչի մեջ, այդ բլանկը լրացնելու հետ միասին, որ ամեն մեկը անհատական կարողանա լրացնել եւ ուղարկել համապատասխան երկրի դեսպանատները, որ հասկանանք ինչ է կատարվում մեր երկրում։ Դա շատ կարեւոր է, որ պատկերացնում եք, որ միլիոնավոր ժողովուրդ, գցենք Ավստրիա Հանրապետությունը, Գերմանիա, մնացած եվրոպական երկրներ, երբ որ ունենան բլանկ, համապատասխան իրավական բլանկ, որ դու գրում ես քո ազգանունը եւ գրում ես խնդիրը, այնտեղ այդ բլանկում կլինի այդ խնդիրը, թե ում հետ է կախված, այսօր եթե Սերոբ Գասպարյանն է նստած, Վարդան Ղուկասյանն է նստած կամ մնացած մեր հայրենակիցների, այնտեղ նշում է անուն ազգանունը եւ խնդիրը, որ դուք համաձայն չեք, սա քաղաքական պատվեր է եւ ուղարկել համապատասխան դեսպանատները ձեր երկրներում կամ մնացած համապատասխան տեղերը։ Դա ուղղակի իմ միտքն էր, որ քանի որ այս պահին մենք չենք կարող բոլորին ասել ոտքի կանգնեք Եվրոպայով եւ աշխարհում մեկ շատ կուզենայինք, որ ոտքի կանգնենք, բայց ոնց հասկանում ենք, դա մի քիչ տարբեր երկրների տարբեր օրենքներ ունեն, մարդիկ իրենց ինտերեսը կամ չինտերեսի դեպքում դա այդ հավաքը չի կարող մեծ իրականանալ, շատերը չեն ուզում աշկին գնել, շատերը չեն ուզում որ Երևան, հա, դրա համար իմ առաջարկն է խոսեք Այն մարդիկ, ով որ հիմա անազատության մեջ են, ով որ այս եթերը կտեսնեն, նրանց իրավաբանները կամ նրանց հարազատները, թող մտածեն այդ մտքի այն միտքը, որ ես տալիս եմ, սարքեք ձեր իմացած բլանկը, անուն ազգանունը, խնդիրը, շատ կարճ եւ կոնկրետ գրված, թե մարդը ինչ խնդիրների համար է նստած եւ իր անմեղությունը եւ ոչ ճիշտ մարդուն ձերբակալելու տեքստը եւ թող դա դառնա բոլորի համար հասանելի եւ ամեն մեկը կարող է դա լրացնել եւ համապատասխան դեսպանատունը տներում ուղարկել ասելով որ այսօրվա կոչված վարչապետը եւ օրենքը նա խախտումներ է կատարում մեր հայրենակիցների հանդեպ նույնը Ամերիկայում կարելի է դա գործել նույնը Եվրոպայում եւ ավելի նույնը կարելի է գործել դա Հայաստանի Հանրապետությունում այս միտքը ես կխոսեմ Սերոբ Գասպարյանի ընտանիքի հետ որ մենք բոլորս ունենանք այդ բլանկը որ բոլորս ունենանք բողոքի խոսելու առիթը, որ բարձրաձայնի, հայրենակիցը բարձրաձայնի, որ այսօր մեր հայրենակիցներին դուք նստացրել եք շինց ու ինչ-որ մի գործ եք սարքել մարդկանց գլխին եւ այդ բլանկը բոլոր աշխարհով մեկ հասանելի լինի։ Ես ասում եմ, ես կօգնեմ այդ ամեն ինչի մեջ, ես պատրաստ եմ այդ բլանկի հետ աշխատել եւ բաժնել բոլոր մեր հայրենակիցներին։ Facebook-ով այսօր մենք կարող ենք միլիոնից ավել հայրենակիցների ուղարկել այդ բլանկը, թղթից բլանկը, որտեղ որ գրվում է քո բողոքը, քո
խնդիրը, որ իմ հայրենակիցը նստած է այսինչ թվից, այսինչ հարցի վրա, դա չկա ոչ մի իրավական ինչ-որ բացատրություն, ես պահանջում եմ, որ մեր հայրենակիցը ազատ արձակվի։ Դա շատ կարևոր է, որ մարդիկ իմանան, դեսպանները եւ մնացած երկրի քաղաքական գործիչները իմանան, թե ինչ է կատարում մեր հայրենակիցների հետ։ Նայեք, հիմա այս դեպքում Վարդան Ղուկասյանը անազատության մեջ է։ Այսօր մենք լսեցինք իր ելույթը, ես նորից ասում եմ, սիրելի հայրենակիցներ, ես բլոգեր չեմ, ես կայանալու համար չեմ մտնում այս ամենը, ինձ ճանաչողները շատ լավ գիտեն ես ով եմ, ես նորից եմ ասում, ես ազատ մարդ եմ, ես չեմ ոչ մի կուսակցություն ես չեմ ընդունում, իմ մեջ չկա այդ կուսակցական հասկացողությունը, ես նորից ասում եմ, ես չեմ դադարում այս պահին, քանի որ թեման Վարդան Ղուկասյանն է, ես չեմ դադարում իմ որպես քրիստոնյա լինելով հայ, իմ ձեռքը մեկնելով, ինչով որ ես կարող եմ այդ անձի հետ օգնելով, թեկուզ եթեր մտնելով, բարձրաձայնելով, մտքեր արտահայտվելով խոսենք իր ազատության մասին եւ ինչ կարող անել, ես նորից ասեցի, հիմա Վարդան Ղուկասյանի համար, դա իմ միտքն է, ես ուզում եմ, որ իր իրավաբանը լսի սա եւ գրի այդ բլանկը, ուղղակի բոլոր հայրենակիցներին բաժանենք այդ բլանկները, որ բոլորը կարողանան լրացնել ուղղակի այդ բլանկը, ազատություն Վարդան Ղուկասյանին, որովհետև նորից եմ ասում, Ավստրիայից նստած ես չեմ կարողանա Ամերիկայի կամ Հայաստանի այս պահին դեսպանատանը բողոք ակցիա անեմ, դա մի քիչ 1, 2, 3 կամ 10 հոգի կարող է իրանց թույլ տան լինեն Հայաստանում կամ Ամերիկայում, բայց այդ բլանկը դուք պատկերացնում եք, որ 1 միլիոն գրանցված թղթ, որ ես պահանջում եմ Վարդան Ղուկասյանի ազատությունը, որտեղ սա շինչ ու գործ է եղել այս մարդուն լրացնելու նա կուսակցության ղեկավար է, որը նա ընդդիմադիր էր, որը բարձրացնում էր հազարավոր եւ միլիոնավոր խնդիրներ, ես այսինչ անես խնդրում եմ ազատություն։ Դուք պատկերացնում եք, որ Ամերիկայում դեսպանատունը ունենա 1 միլիոն ամեն օր նամակ ու բոլոր հայրենակիցներից։ Սա այս գաղափարը կաշխատի եւ այս գաղափարը պիտի աշխատի բոլոր հայրենակիցների համար։ Բոլոր։ Եթե զգում ենք, այսօր մեր հերոսը նստած է, այսօր մեր եղբայրը նստած է, այսօր շոն դիմադիր մեկը նստած է, որ հիմա նստած է, որը մենք գիտենք, ցենք, ես անձամբ չեմ կարող հավատալ, մարդը 17 թվականին գնացել է Ամերիկա, այսօր գործ են սարքել գլխին պեդոֆիլիությունից մինչև չգիտեմ որտեղ։ Սա սարքել էր, բա որ այն վաղ բռնեիք, խի չէիք բռնում։ Բա 18 թվին Վարդանի վրան գործ սարքեք, 19-ին սարքեք, Ռուսաստանում ավելի հեշտ էր, 20-ին սարքեք, հիմա հասկանում եք, որ սա բոլորը սարքած շինցու գործարքներ է։ Սա մենք անում ենք ոչ թե միայն Վարդանի կամ Սերոփի կամ մնացած եղբայրների, սա մենք ապահովում ենք վաղվա մեր մնալու իրավունքը, որտեղ վաղը կարող է դու ունենաս խոսք, վաղ ունենաս ասելու եւ հաջորդը դու ես լինելու։ Դա մեզ գաղափարը ես խնդրում եմ, նորից եմ խնդրում բոլորիդ պահանջենք իրավաբաններին, ունենանք մեր բլանկը, որը գցենք այսօր եթե խոսում ենք Սերոփից, Սերոփ Գասպարյանի բլանկը մենք լրացնում ենք, բոլորս բաժանում ենք Facebook-ներով, ասում парք, այսօր այդ հնարավորությունը կա, բոլորս գրանցում ենք այդ Facebook-ի այդ բլանկի մեջը եւ ուղարկում ենք ինքնաբուխ բոլոր եթե դու այսօր Ավստրիայում ես, ուղարկում ես Ավստրիայի դեսպանատանը ու ասելով, որ իմ հայրենակից այնտեղ դատվում է։ Իմացեք, որ սա Նիկոլ Փաշինյանի սարքած գործերն է, որը փորձում է լրացնել այն մարդկանց, ով որ ճշմարտությունը գիտեն, եւ դուք էլ չգիտեք ճշմարտությունը, որ վաղը այդ նույն Եվրոպան բդի այդ փողերը տա, միլիոնները տա, կարմիր խաչը խառնվի, քանի որ մենք ճշմարտությունը գիտենք, մենք իրանցը կուրսի պահենք, թող իրանք որոշեն արդեն, դուք պատկերացնում եք, ասենք 50,000 նամակ Ավստրիայի Հանրապետությունից գնա Ավստրիական դեսպանատունը կամ ինչ հատուկ կազմակերպությունները կամ ձեր ասած այդ կակեբեն։ Պատկերացնում եք ինչ կկատարվի։ Պատկերացնում եք, որ այսօր Ռուսաստանում միլիոնավոր հայրենակիցներ ապրող տարբեր երկրներից ուղիղ Ռուսաստան կամ Ամերիկա մտնի նամակներ։ Այս ձևը կաշխատի շատ լավ ու սա պետք է լինի համազգային այս գաղափարը, որ երբ որ տեսնում ենք ինչ որ մեկին Սինչու գործով նստացնում են, ինչ-որ սարկած գործերով, մենք պետք է այդ պահին բոլորս միավորվենք և սկսենք այդ նամակներով արձագանքել բոլոր դեսպանատներ։ Եվ նա կաշխատի, ես համոզված եմ, որովհետև
10 հոգի չի 20 հոգի պատկերացնեք 1 միլիոն ժողովուրդ ու այդ նամակը ուղար գրի ու գրգի ես խնդրում եմ Վարդան Ղուկասյանի, Սերոբ Գասպարյանի կամ Պողոսին ազատություն սա ուղղակի գլնի ամենալավ ամենամեծ բողոքը այո Վարդանը այսօր ասեց որ կոչ արեց նա որ այսօր բոլորը ոտքի կանգնեն օրը ընդեղ ասել է իր եթերում ես համաձայն եմ իր հետ ես դա ասել եմ մի քանի եթերներից առաջ որ այո պիտի ազգը ոտքի լինի նույն Ամերիկա նույնը Հայաստանում նորից եմ ասում մնացած երկրներում ես խիստ կասկածում եմ որ մարդիկ ոտի գնեն դրա համար այդ բլանկը յուրիստիցկի բլանկը որ ուղարկենք մենք մեկս մյուսի եւ ունենանք այդ բլանկը լրացնելու ազատության դա կաշխատի որովհետեւ սիրելի արենագիստներ մենք ոնց հասկանում ենք ես ոնց որ ասում եի մենք խոսել ենք Սերոփի հետ տարիներ եւ ամիսներ եւ ես ամիսները խոսում եմ քանի որ իմ աղբերը անազատության մեջ է Գասպարյանը կրվի հոտը գալիս է պատերազմի հոտը շատ մոտ է այստեղ նայեք քանի օր է Նիկոլ Փաշինյանը Արագաստումը մենք ստորագրել ենք բախի չեք ստորագրում նրանք չեն ստորագրում եթե նրանք ստորագրեն այս փաստաթուղթը նախ պետք է նա փոխի սահմանադրությունը իսկ եթե սահմանադրությունը փոխվեց մենք կարող ենք ասել որ մեր երկիրը որպես երկիր չի մնալու իսկ եթե նա փորձեց այդ դիլը անել եւ նա արել է նա փորձեց չկարողանա դա փոխի երկրորդ պլանը դա պատերազմն է որը ձեր որդիները այսօր կանգնած են սահմանում ես նորից եմ ասում պատերազմի հոտը շատ մոտ է որ կարող է հենց այսօր սկսվի հենց վաղը սկսվի էսի կախված է Նիկոլ Փաշինյանի քայլից թե ինչ ձևի ինքը կբավարարի իր երկրի վարչապետ պրեզիդենտին Ալիևին որտեվ նրան ես չեմ ընդունում Փաշինյան ես չեմ ընդունում Հայաստանի վարչապետ որտեվ Հայաստանի վարչապետը չի կարող այս մակարդակի խոսակցություն տանի եւ այս մակարդակի քայլեր անի նա ինչեւէ ես ասում եմ կռիվը շատ պատերազմը շատ մոտ է մենք գիտենք ինչ ենք ասում ես ասում եմ մոտ է շատ որը կարա ամեն վարքյան եւ նա նորից կմանևրի եւ կասի այո ես ձեզ ասում եի արեք փոխենք արեք համաձայնվենք բայց ինչ մարդիկ համաձայն չէին ինչ մարդիկ չեն ուզում դա անեին այ տեսեք ձեր պատճառով պատերազմ եղավ ինքը փոխելու է պլան B որտեւ ինքը արդեն աշխատել է այդ պլան B-ի վրա որովհետեւ արդեն մի անգամ ասեց Արցախը Հայաստանն է եւ վերջ հետո ասեց բա դա մեզ պետք է դա մերը չի եղել եւ չել եղել եւ մենք չենք էլ ուզում դրա մասին խոսել նշանակում է այդ փորձը ինքը արեց այդ փորձը աշխատել է եւ ի զարմանալից 10 միլիոնից ավել հայ լրեց եւ ասեց ապրես դե հիմի ես էլ եմ ասում եթե ուզում ենք շատ արագ ձևով մենք դառնանք կապիտուլյացիա լինենք եւ դառնանք թուրքա հպատակ ինչ որ մի կառույց թուրքերը պետք է մեզ որոշեն ինչպես ապրենք ոնց ապրենք խնդրեմ եթե ոչ շատ արագ այո պետքա մեր բոլոր տղեկը բոլոր այն մարդիկ որ նստած են հայրենիքը սիրելու համար ազատվեն մենք գիտենք ինչի համար նրանք մեզ պետք են թե ընդդիմադիր թե զինվորական թե մնացած մեր աղբերները պետքա մեկ վարքյան շուտ վարքյան օրը դա արդեն ես չգիտեմ մեկ վարքյան շուտ պետքա դուրս գան համախմբվելու ենք այո մենք արդեն սկսել ենք մեծ գործ անել որը շատերի համար դել վարագույրից ենքում ինչ պետք է անենք մենք գիտենք ինչ կանենք մենք գիտենք ոնց ենք անել այս ամեն ինչը մենք ունենք դրսում հայրենագիստներ ես մի քիչ բացեմ որ մենք փորձելու ենք օրինական դաշտը Հայաստանի օրինականացված դաշտը պահելու դա պահելու ենք իսկ եթե պատերազմը այո պատերազմ ուզում են պատերազմ կստանա բայց ոչ թե Նիկոլ Փաշինյանի հրամանատարությամբ դա չի կարող լինել պարտված պատերազմ պարտված հրամանատար մարդ որը առողջախի մեջ է ու այսօր նրան պատկերացնեք ցենք ես մի բան էի պատմել ավտոբուսի պատմությունը մարդը մեկ վարքյան ինչ որ մեկը չէ Ալեքս ես քեզ չեմ կարող ընդունեմ եղբայր որովհետև մենք պայմանավորություն չունենք որ հիմա ես քեզի ուղիղ եթեր վերցնեմ կներես եղբայր հասկանում եմ շատերն են ուզում խոսել բայց ես չեմ կարող քեզ ընդունել ուղիղ եթերում լավ ինչ որ է մենք այսօր չենք կարող մի մարդ երբ որ պատկերացնում եք նարկոշը նստի մեքենան գնա ավայլատա մեկ անգամ երկու անգամ եւ երրորդ անգամ մենք էլի թույլ տանք այդ նույն ալկոգոլիկին կամ նարկոշին այդ մեքենան նստելու վարելու
ու հիմա սա էլ մենք փախնելու տեղ չունենք։ Սիրելի հայրենակից, մենք փախնելու տեղ չունենք։ Մենք չենք կարող ինչ-որ Արցախից էլ Արցախի ժողովուրդը տեղ ուներ փախնելու։ Մենք այս պահին փախնելու տեղ չենք։ Սա լինելու է մի հատ խայտառակ իրավիճակ։ Եթե դուք հավատում եք այդ համաձայնագրին, որ պիտի խաղաղություն տիրի, սրանք բոլորը Բաբելոն են, սրանք խաբեություն են։ Թուրքը ունի մի հատ պլան իր դեմ դրած Ադրբեջանի ձեռքով, որտեղ Թուրքիայի ձեռքերը շատ կեղտոտ եւ արունոտ են, նա փորձում է Ադրբեջանի ձեռով այսօր վերացնի եւ վերջնականորեն ինքը փագի Հայաստանի էջը, որտեղ այդ Օսկորը արդեն կամացից կուլ է տալի ինքը, որտեղ մեր կոչված չագերթավոր իշխանությունը գնացել է այս խաղին։ Այս 30 տարին Վազգենից հետո փորձեցին բոլոր տեղերում Լևոնը փորձեց ամեն ինչ անել իր ֆիգուրներին դնելով, մաշեցնել եւ հասցնել ամեն ինչին սիոնիստական եւ այս իսլամական այս թուրքահպատակ պլանին հասցնելու։ Սա է, դրա համար մենք չենք վախենում խոսելու, մենք դեռ ժամանակ ունենք խոսելու, որ այս ինֆորմացիան հասնի բոլոր մեր հայրենակիցներին, բայց խնդրանքս այն է, որ ոչ թե նստեք միայն լսեք, այլ բարձրաձայնեք եւ պահանջեք, ասեք հերիք է։ Սա է խնդիրը, եթե դուք մենակ նստելու եք, լսեք, թե վաղը ինչ են, եթե դուք պատկերացնում եք մենք ձրի ռադիո ենք, նստում ենք ուղղակի խոսում ենք եւ մեզի դա հաճույք է, որ մենք գիտենք այս պահին սահմանում ինչ է կատարվում, հա։ Ասենք դուք պատկերացնում եք մի օր նստենք, երկու օր նստենք, ուսած նստած մնալու ենք։ Դրա համար իմ սիրելի հայրենակից, դուրս արեք, բարձրաձայնեք, մտածեք հզոր գաղափարներով, միաբանության եւ այս սրիկային շատ արագ ձևով մաքրելու երկրից։ Ուղղակի արագ ձևով։ Երբ որ նա տեսնի, որ հայրենակիցները, միլիոնավոր հայրենակիցները դուրս են եկել, նա չի գնա այդ քայլի։ Ադրբեջանը գիտեք, երբ է ուզում կռիվանի, երբ որ դուք լռում եք։ Հիմա բոլորը հանգիստ են։ Դուք չեք զգացել, որ շատ հանգիստ իրավիճակ է։ Հերոսները նստած են, տղեկը, ընդդիմադիր ուժը, որը կարող էր մի հատ զանգով դեղին հեռախոսով ժողովրդին ոդի հաներ, ու հանգարց թե ոչ մի բան չկա երկրում։ Նոյի օրերն է, շատ հանգիստ էին, մարդիկ ուտում էին, խմում էին, բայց հանգարց մի օր տեսան, որ ջրհեղեղ եղավ եւ մնացին Նոյը իր 3 որդիներով եւ հարսներով։ Всё։ Էսա տանում ես ամեն ինչը, դրա համար ասում եմ, ոտքի կանգնեք մեր հերոսների կողքը, կանգնեք Վարդան Ղուկասյանի կողքը, այո, ես նորից եմ ասում, ինձ հետաքրքիր չի, ով ում հետաքրվում, ով ինչ ձևյան մեկնաբանում, ես ասում եմ, իմ համար այդ անձերը իմ հայրենակիցներն են, ես իմ պարտքն եմ համարում, որտեղ վաղը կարա իմ հետ լինի, մյուսերը կարա այն մյուսի հետ լինի, մենք պետքա սովորենք, մեր մեջ պետքա լինի մի գաղափար, հայը շատ թանկ է, հայը շատ Աստծո օրհնված անձերն ենք մենք, երկիրն ենք մենք թույլ չենք տալու մեր հայրենակիցը լավն է, վատն է, քֆուր տվողա, չգիտեմ ինչ տվողա, էդի մերն է։ Մենք պետք է մեր հայրենակիցին պահենք։ Ես մի բան չեմ կարող հասկանամ այս ժողովրդի մեջը, որ երբ որ մի առաջնորդ, հա, առաջ է գնում եւ ժողովուրդը տեսնում է, մարդիկ արդեն նստած երազում են իրանց պաշտոնների, իրանց անունների համար։ Սա ուղղակի շատ էժան է իմ համար, որ այս պահին փորձենք ինչ անենք, որ մարդիկ բերթերից լսեն մեզ եւ հանգարց ասեն, վայ, գիտես ինչ կա, այս լրագրողը կամ այս ինչ մարդիկ լավ բան են խոսել։ Լսեք, էսի պիտի մեր համար նորմալ երևույթ լինի։ Ես նորից եմ ասում, ես ոչ բլոգեր եմ։ Ինձ ոչ մի բան պետք չի, ինձ պետք է մի բան լինել հայ գենը պահելը, ուղղակի հանգիստ ապրենք, որ չամանչենք այս ազգերի մեջը։ Ինձ դա է պետք։ Դրա համար եմ իմ եթերները ես անում, ես չեմ ամանչում, ոչ մեկի հետ ես չեմ համագործակցի ու չեմ էլ լսի, եթե կլինի առաջարկ եւ եղել է, որ օգուտ կբերի մեր եթերը կամ այս գաղափարը մեր հայրենակիցներին ազատելու համար, եթե օգուտ կլինի մեր երկրի համար, ես համաձայն եմ։ Իսկ եթե պիտի այս ինչի կառույցը կամ այն ինչի կառույցը խնդրում եմ ձեզ։ Դաժե ինձ գրողներ շատ են եղել, առաջարկ ինձ շատ մի քանի շատ լուրջ առաջարկ եղել, ես ուղղակի միշտ ասում եմ, նվիրյալները չեն դավանափոխվում, դա մեր կարգախոսն է, դա Հովազի կարգախոսն է, մենք չենք դավանափոխվում, մենք չենք փորձում դաշտից դաշտ փոխվել, դա անհնար է, մեր այրան գինը չի վաճառվում ու չփորձեք մեր նմաններին փորձել ինչ-որ օթից մի հատ խոսակցություն կամ ինչ-որ մի հատ բան։ Ես ասում եմ, իմ աջակցությունը բոլոր իմ գլներ Վարդան Ղուկասյանը թե Պողոսյան Պողոսը
թե Սերոբ Գասպարյանը։ Սերոբ Գասպարյանը համ իմ հոգևոր աղբերս է, համ իմ հրամանատարս է, համ էլ հերոսի եղբայր, որը ընտանիքը երկու զոհ է տվել հանուն հայրենիքի։ Ես այդ դրա համար կանգնած եմ իմ ամեն ռեսուրսով, գլնի այդ իմ մարդկային, գլնի ֆինանսական, գլնի իմ կապերը, թե ինչ, բաներ կան չենք կարող բարձրացնել, բայց մենք անելու ենք մինչև վերջ։ Սա է իսկական հայի գենը, սա է իսկական նվիրյալի գաղափարախոսությունը եւ այս տեսակը պետք է աշխատի մեր հայրենակիցների հետ, այս ձևը պետք է աշխատի, ոչ թե որ արա դեսի Վարդանն էսի գիտես Պողոսական էր, արա գիտես էսի Պողոսնա, չգիտեմ ինչա գանա, մոռացեք այդ գաղափարը, այդ մասնատումը մեր տունը քանդում է, այդ Բաբելոնը մեր տունը քանդում է, ես ուղղակի խնդրում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, գիտեք ինչ, ասում է ասա ընկերետովակ, ասեմ դու ով ես, հա, ասա երկրիդ մեջ ինչ է կատարում, ես կասեմ այդ երկրի վիճակը, եթե մի երկրում կա 250 տարբեր չագերտավոր եկեղեցի կոչված, հոգևոր դաշտում, եթե մի երկրում փոքր 3 միլիոնից երկրում կա 100 տեսակ անուններով չագերտավոր քաղաքական, չգիտեմ, անուններ կա, այս վիճակում ենք մենք հայտնված, 20 հոգի սրա հետ են, 50 հոգի սրա հետ են, Սերժի հետ մի քիչ ավելի շատ են, Լևոնի հետ մի քիչ են, այս ՔՊ-ի հետ մի քիչ են, այս խայտարակ վիճակ է։ Դուք չունեք ձեր անձնական կարծիքը շատերդ։ Դուք չունեք ձեր անձնական խոսքը, որ ասեք գլեմ մի րոպե արա, էս էլ է իմ հայ, էս էլ է իմ հայ, էս էլ է իմ աղբեր, էս իմ քուրն է, էս ինչ ենք անում մենք։ Էս ինչ ենք մենք անում։ Այս մասնատումը Թուրքին տրվել է հնարավորություն հային ջարդել, երբ որ հայը մասնատվում է։ Թուրքին տալիս է հնարավորություն, երբ որ հայը հային դադում է։ Թուրքին տալիս է հնարավորություն, երբ որ քու հայ հերոսին եւ հրամանատարին կրված 30 տարվա դու բռե փագի տակ եք բայ։ Ես ձեզ ասում եմ, սիրելի հայրենակիցներ ջան, լինելու է կռիվ, պատերազմ։ Դա կլինի ժամերի, չեք հավատում։ Կաբրեք կլսեք, բայց որ լսեք արդեն ուշ է լինելու։ Ոնց կարող է գործող հրամանատարին փագել։ Ով այդ հրաման տվողը։ Նիկոլի այս չստացված բաները սոսկա խմած, որ քուչա դուս չեն եկե, սրանք են ձեր երեխեքին, հենա հրաման տվեցին, փորձը տեսել եք, գնացեք Եռաբլուր, հələ մի հատ արեք, մի հատ տեստ անենք, արեք գնանք մեր հերոսները տղեկը որ կային 90-ական կռվի ժամանակ, որ զենք չենք ունեցել, ոչ մի բան, հրացանով տղեկը կռիվ են տվել, հələ արեք մի հատ Ռոստամի տարբերակը վերցնեք, խնդրում եմ Ռոստամ Գասպարյանին, հա, մնացածը դուք ձեր ամեն ռայոն ունի իր հերոսը, ես իրաց ցավը տանեմ, փառք ու պատիվ իրանցը, բայց ես կարամ մենակ Ռոստամի այս պահին լինելով, որ ինքը իմ հրամանատարն է, ինքը մեր մարզի այն տղեներ, որ ասում եք ջանֆիդեցիկ եկան, ջանֆիդեցիկ ես արեցի, ես մենակ կարող եմ այդ եմ տեսել, այդ պահին ես դրանցից կարող խոսամ, դուք խոսեք, ես կուզեմ, որ ամեն մեկը մտնեք եթեր, խոսեք մեր հերոսներից, հերոսացրեք ավելի մեր հերոսներին, որ մեր երեխեք ավելի հերոսական մտածելակերպ ունենան։ Հիմա նայեք, արեք վերցնենք Ռոստամի կռված ժամանակահատվածը, Հոկտեմբերանի մարզի ֆիդային տղեն, որ էթում էր կռվելու եւ Յամշայի եւ մնացածի ոնց է ջարդ է։ Հələ արեք մի հատ տենանք Նիկոլ Փաշինյանի եւ իր այդ հրամանատարներին։ Հələ տենանք որտեղ է շատ վերցնենք, տեսնենք որտեղ է շատ զոհը տրվել։ Մի հատ վերցնենք Մոնթեին։ Վազգենի առաջ ժամանակներում թե ինչ ձևի կռիվներ են տվել։ Մարդն ասեց 500 հոգինց մահապարտ տվեք, ախ Վազգենը պետք է շուտ սրանց պոչը կդրածներ։ Վազգենը որ այն վաղ լսար համապատասխան մարդկանց, մենք այս օրը չենք հասնի։ Ուշացրեց, վերջում հասկացավ, բայց դե վերջում է տեսանք ինչ եղավ։ Դրա համար մենք չենք ուզում էլ վերջը գա։ Մենք չենք ուզում այս վերջին հասնենք, նոր ասենք, բայ քո այս ինչ եղավ։ Թուրքը միշտ ասել է, հայի յեդին միտքը ինձ լինի։ Որտեղ մենք հետո ենք մտածում։ Մենք պետք է առաջ մտածենք, ոչ թե հետո մտածենք, որտեղ ստեղ ոչ թե մենք գործ ունենք իրի հետ, ստեղ մենք գործ ունենք մեր երեխեքի, մեր սերունդի հետ։ Մենք խաղում ենք, դուք այսօր որ ձեր լռում եք, դուք խաղում եք ձեր երեխու կյանքի հետ, բոլորդ։ Դուք լռում եք իր մահը լինելու համար։ Սա կոպիտ է, բայց իրականությունն է։ Ես ասում եմ, շուտով պատերազմ է լինելու։ Եթե Հայաստանը կապիտուլյացիա չեղավ, եթե սահմանադրությունը չփոխվեց, չմտավ Թուրքիայի կամ Ադրբեջանի, չգիտեմ ինչ կազմում էր, մենք ունենալ ենք շատ վատ իրադարձություն։ Ու մեր հրամանատարը լինելու է Նիկոլ Փաշինյանը, դուք հասկանում եք էդի։ Չես իմանամ դեմից են խփում, թե հետևից են խմում։ Չես իմանա Իսկանդերը
այդ բանը որտեղ կգա խփի քո երեխուն, որտեղ ստեղից են զանգում, ընդեղից են զանգում, զորքը ստեղ է, տղեկը ստեղ են, չենք ապրել ենք։ Բա հարց տվեք, Սերոբ Գասպարյանի խի տարակ փագեցիք, ինչի անվան տակ։ Ինչի անվան տակ, մարդը ինչ արե, բերեք մի հատ թուղթ ցույց տվեք, մենք հիմա աշխատում ենք իր գլոբալ թղթերի, որ ներկայացնում ենք հեսա եվրոպական դատարան ու մնացած դեսպաններին։ Ես կարողանում եմ Սերոբ Գասպարյանի թուղթը, իր պատմությունը ներկայացնեմ բոլոր բարձրագույն դատարաններին, որ ասել լսեք, այս մարդը ոչ մի բան չի արել։ Ինչի մարեք դատում։ Որ գիտեր, որ կողմից է բայրակթարը գալի, գիտի, որ երբ է ձեր երեխեքին սպանելու դրա համար, մարդ, որը գիտի ամեն ինչ։ Այս դրա համար են լռացրել։ Այս դրա համար են փագյալ ճնշում դրել, ասում են դուս մի արի, որ դու գաս 1000 երեխու գլուխ չեն կարող ուտել։ Ձեր երեխուքի գլուխը այսօր որ ուտեն, դա նշանակում է, որ Սերոպի պես տղեկին փագել են։ Սա է խնդիրը մեր դրած մեր դեմը։ Փորձել են ամեն ձև մեզ լռեցնել, չի լինելու։ Ես ասեմ, ես լռեմ Պողոսն է խոսելու։ Պողոսը լռեց, Պետրոսը պիտի այսի շարունակագանը լի մեր մեջ։ Ոչ թե դրել ենք, նստել ենք այս ինտերնետի դեմը, ինտերնետով սահման ենք պահում։ Նորից եմ ասում, դուս արեք եւ բարձրաձայնեք։ Իսկ այն գաղափարը, որ ես կիսվեցի ձեր հետ, ես պատրաստ եմ այդ գաղափարի հետ խնդրելու մարդկանց, որ ավելի պրոֆեսիոնալ այդ բլանկը սարքվի։ Բլանկ ինչ ասում։ Խոսում ենք Սերոբ Գասպարյանից, գրում ենք Սերոբ Գասպարյան ազատություն։ Կարճ, իր իստորիան, ով է ինքը, ինչի համար անստե եւ ինչ ենք ուզում մենք իրանից։ Ազատություն, որտեղ մարդը արդար է, մարդը չունի խնդիր։ Ես կարող եմ հանրայնացնեմ, իհարկե իր ընտանիքի հետ խոսել, որ այդ մարդը խնդիր չունի։ Չկա ոչ մի ապացույց, թուղթ, սպիտակ թուղթ։ Ասում եմ, մենք կարող է, ոնց կարող է։ Կարող է այդ մարդու առողջության հետ եք դուք խաղում։ Կարող է այդ մարդուն տանում եք 5 ամիս նստում եք հմել 3 ամիս դադախազի աշկերին մտեկի մեջ ու մի հատ խնդրում եմ ձեզ դադախազի աշկերին նայեք։ Թուրքը իր մեր հայ իսպանողին սարքեց հերոս, ձեր հերոսին նա կարար ձերից ձեզանից մեկը լինի։ Ձեր հերոսին այսօր դադախազնացնա դու խնդիր ես, ազգային խնդիր ես, կարաս խնդիր սարքես մեր երկրում, ինչ խնդիր արա։ Բայց որ Սերոպը 30 տարի սահմանի վրա կռիվ էր տալ, կյանք իր երեխեքի հետ, այն ջայլ տղեքի հետ տարել մի օր ես ասի Սերոպ ջան, գոնե մեկին թող ասես չեմ կարող ախպեր։ Որ մեկը ընձիկը լսա այդ պահին։ Սերոպի սաղ ընտանիքը սահմանում էր։ Բայց դադախազ խիչ էր ասում, գիտես, որ դու գնացել ես կռիվ անելու, եղբայր դու խնդիր ես անում։ Բայց նույնը հիմա ասում եմ, դոգի վրան ասում եք 17 թվից պեդոֆիլիության թեմա կա, բայց 18 թվին խիչ եք դադի տվե։ Ռուսաստանը 19 թվին տայք, 20 թվին տայք, 21 թվին տայք, 7 տարի սպասիկ նոր հիշեցի, որ այդ մարդը պեդոֆիլ է։ Հələ հերիքա մարդու էշի տեղ դնես, սրանք լավ հայս կան, ումնի ասկ, կան, ես չեմ պատկասում, որ էթում ենք մենք այս ամեն ինչը պետությունները ծաղկացնում ենք, արա 100 հոգի այս դեբլանոցը կարում եմ այս ձևի խափի, այս ձևի փչացնի մեզ, ու մենք լռում ենք այս ամեն ինչի մեջ։ Հենց այս լռությունը մեր տունը քանդում է, մեր երեխեքին սպանում է, քո լռությունը քո երեխու, դու քո երեխու դադն ես կայացնում քո լռությունով, քո հարազատի դադն ես կայացնում, այդ դադը շատ վատ է, որի անունը մահ։ Իսկ ինչ-որ մնում է, որ Վարդան Ղուկասյանին ինչ-ինչ ուժեր օգնեցին, որ Վարդան Ղուկասյանը Ամերիկայում ձերբակալեն, ես չեմ թաքցնում, էդի կարա Վարդան Ղուկասյանը, երբ որ դուրս գա հաստատի, ես իրան զգուշացրել էի, ինչ ուժեր կարող են գալ, այդ զգուշացման գրառումը կա դաժե, որտեղից կարա իր վտանգը գա։ Եվ եկավ։ Փաշինյանը, եթե հիշում եք, ես ուղղակի ուզում եմ, որ այդ վիդեոները ցույց տամ, բայց ես մի հատ թեթև կանրադառնամ, որտեվ հիմա շատ քիչ ժամանակ ունեմ, որ ժողովուրդը աշխատեն մտածել եւ դուրս գալ։ Ուրեմն, եթե հիշում եք, մի հատ ամերիկացի տղա եկավ եւ երգում էր եկեղեցում բարձր ձայնով, ուղղակի անունը հիմա չեմ, բայց վիդեոն ստեղ իմ մոտը կա նոթբուքի մեջ։ Այդ երիտասարդը հետո եկավ կյանքի խոսք եկեղեցի։ Իսկ այդ օթից կախված լուրերը ասում են, որ այդ տղայի հայրը բարձր սենատոր է։ Շատ հզոր անձնավորություն է իր հայրիկը,
որը նա եկավ կյանքի խոսք եկեղեցի կոչված ձեր ասած կյանքի խոսքում նա քարոզ արեց, հա, խոսեց Աստծո խոսք էր խոսում։ Ու բոլորն ասում են, «Օ, տեսեք ամերիկացին երգում է հայերեն էր երգում, չգիտեմ, մի բան երգում էր այնտեղ, որ բոլորը զարմացած են»։ Ջայր տղա էր, երիտասարդ տղա է։ Այս վերջերս էր Հայաստանում։ Եվ Նիկոլը գալով Ամերիկա, ում հետ հանդիպավ Արտուր Սիմոնյանի հետ։ Դա ես մեկնաբանում եմ, բայց այդ մեկնաբանությունը ունի հիմքեր իմ կողմից։ Այդ հիմքը էսա, Արտուր Սիմոնյանը ձեռքը տալով ասեց, շատ լավ զրույց ունեցանք մեր երկրի վարչապետի հետ։ Ինչ լավ զրույց ունեցար Արտուր Սիմոնյան, ինչ օգնություն արեցիր, հիմա դու Հայաստանում ես, չէ՞։ Եկել եք երկրի համար ծոմ եք պահում։ Հələ մի հատ կյանքի խոսքի ժողովրդին հարց ունեմ տալու։ Ամեն տարի որ գալիս եք աղոթքի, քարտեզը կա։ Արևմտյան Հայաստանից բռնած մինչև Արցախի քարտեզը կա ձեր մոտ, թե մենակ 29,000-ն է։ Խնդրում եմ, մի հատ դա որ գնաք աղոթքի, մի հատ նայեք այդ քարտեզը որ գրած է, շատ հետաքրքիր է ինձ։ Իհարկե ես գիտեմ, բայց ես հարց եմ տալի կյանքի խոսքի մնացած հավատացյալներին։ Հետո հաջորդ օրը Արտուր Սիմոնյանը կանգնեց եթերի դեմ, ասեց, լսեք, եթե մեզ հանգարց աղանդ մեկ էլ ասեցիք, ձեզ դատի կտանք։ Բա Արտուր, այդ ինչի շուտվանից չէր ասում էդի դու։ Մի տարի առաջ, կես տարի առաջ, 5 տարի առաջ, Նիկոլով երբ որ եկավ արդեն 17 թվին Հայաստան, ընդրվավ, ինչի է բախ չէր ասում դու այդ ամեն ինչ։ Միշտ էլ ասում են դուք աղանդավորներ եք։ Բոլորին ասում են, ով հայ առաքելականից դուսեր եկած, ասում են սրանք աղանդ են։ Բախի այն ժամանակ դու չբարձրաձայնեցիր։ Ես շատ եմ ուզում իմանամ, ինչ գաղտնի հանդիպում է լինելու Նիկոլ Փաշինյանի եւ Արտուր Սիմոնյանի հետ։ Սիրելի քրիստոնյա ազգ, Նիկոլ Փաշինյանը փորձելու է հավատացյալներին այն մասային, որ ասում են, մենք քաղաքականությունով չկանք, դուք սուտ եք ասում, կամ քչերը չգիտեք ինֆորմացիան, ուղղակի ավտոմատ ձեզ թելադրվում է, իսկ շատերդ էլ լռում եք։ Իսկ այն վերնախաղը, որ կա, այդ հովիվական ծառայողներ, ձեր մեջ պատգամավորներ կան, եղել են պատգամավորներ, ԱԱՑ-ի աշխատողներ կան, իհարկե մարդը աշխատում է, բայց հավատացյալ էլ կան։ Հարց. Արդյոք Նիկոլ Փաշինյանը եւ Արտուր Սիմոնյանը իրար հետ հանդիպելու են։ Իմ կարծիքը ես միշտ բարձրաձայնում եմ, կարծիք բարձրաձայնումը դա նորմալ երևույթ է։ Ես մտածում եմ, որ կհանդիպեն։ Իհարկե։ Որովհետև Արտուր Սիմոնյանի շատ մեծ բազա, որովհետև նա տիրապետում է շատ բաների եւ մնացած մի քանի հովիվ չագերթավոր, որ միանալու են այդ երթին, մի բան, մենք խաղաղություն ենք ուզում ազգերի մեջ եւ սկսենք աղոթել, ահա խաղաղության դարաշրջանը եկել է։ Լսել ենք այդ բառը։ Իմ Աստվածաշունչը, սիրելի հայրենակիցս, այս Աստվածաշունչը ես կարող եմ շատ տեղեր այսպես դեղինով, կարմիրով գրած գրված է վերջին օրերում լինելու են պատերազմներ, սովեր, երկրաշարժեր, բայց դա վերջը չի։ Եվ գալիս է անտիքրիստը արդեն երկրում է, արդեն երկրվա գործում է։ Այս անտիքրիստները փորձելու են իսկական հավատացյալներին դատի տալ, նստեցնել, ոնց որ հիմա մեկ ճիշտ հոգևոր եղբայր, որի անունը Սերոբ Գասպարյանն է նստած է, այդ մարգարեությունը 7 տարի առաջ էր ասված իր համար, որ ինքը պետք է նստի, տեսեք բացում եմ թեման։ Ասված է, որ ինքը պետք է հրապարակում խոսի Աստծո խոսքը եղավ եւ կատարվավ, բոլորը կատարվել է։ Հիմա սրանց ուզածը վերջնականորեն տանել իրանց ուզած խաղաղությունը։ Աստվածաշնչի մեջ խաղաղության մասին չի խոսում։ Վերջի օրերի մասին կարդացեք Հայտնության գիրքը։ Նա խոսում է քո հոգու խաղաղության մասին, որ դու Աստված խաղաղություն ունենաք իրար հետ։ Իսկ աշխարհի խաղաղություն, եթե դուք ման եք գալի եւ պետք է գտնեք, ես ձեզ ուղղակի ասում եմ, դուք սխալվում եք, դուք չեք գտնելու, չի լինելու, չկա դες բան։
Չի լինելու խաղաղություն։ Եթե կարող ես Աստծուց հետ խաղաղություն ունեցի, որ կարողանաս այս աշխարհի այդ մեծ ալիքներին դիմանաս, չի լինելու։ Որովհետև մենք բոլորս մարդապաշտ ենք դառը։ Մենք բոլորս պաշտոն ենք ուզում։ Մենք բոլորս ուզում ենք իշխանություն։ Սատանան երկնքում, երբ որ նա արուսյակն էր, դեռ սատանա չէր, խավարի հրեշտակը չէր, նա փորձեց իշխանություն ուզել Աստծուց, ասեց ես իմ աթոռը կդնեմ եւ ավելի բարձր կնստեմ Աստծուց։ Հիմա բոլորը ուզում են իշխանություն, բոլորը փող, պաշտոն։ Կարևոր չի 29-ա թե 25-ա թե 10,000 կիլոմետր երկիրը, կարևորը որ ինքը պաշտոն ունի, ինքը անուն ունի։ Նորից ես ասում եմ, իմ սիրելի հայրենակիցներ, ես այս քայլը որ անում եմ իմ հայ լինելու համար։ Ես Երանի եմ տալի, որ այս ինտերնետը անջատվի, մենք խաղաղ, հանգիստ, մեր ամեն մեկս մեր բնակավարում ապրենք։ Ես ուզում եմ, որ դասատուն մանկավարժը մանկավարժությունով ապրի, աշխատի։ Ես ուզում եմ, որ տարբեր բնակավարի մարդիկ իրանց տեղը խառնվել ասավ իրարի։ Բոլորը խառնված վիճակ, այսպես Բաբելոն վիճակա, նրան բերում են, այնտեղ են դնում, նրան դերվեց, հասկանում եք, սա աբսուրդ է, չի կարա կառավարվի, չի կարա խաղաղություն գա։ Ոնց կարող եք Սփյուռքի նախարարությունը բերել սպորտի գիտության, ես իմ կրթության նախարարության հետ խառնել, խնդրում եմ, ես ինքը սպորտսմեն եմ, Սփյուռքի նախարարությունը ես եղել եմ շատ անգամ տարիներ առաջ շատ ունեցել եմ լուրջ թեմաներ, շատերը չեն իմացել, որտեղ ինձ հետաքրքիր չի բարձրացնելու։ Ինձ մի օր ասին եւ գրի այն ինչ որ դու արել, լավ, ինչի գրեմ, երբ որ ես սկսեմ գրել այն գործերը, որ ես արել եմ, ես կդադարեմ գործ անել, որտեղ արդեն հետաքրքրվեմ իմ արածներով։ Ճիշտ է, բաներ կա պետք է գրվի, ցույց տարվի մարդկանց։ Այդ նախարարություններից բռնած մի հատ նայեք էլ ինչ շիլաշփոթ է, ով կարա Սփյուռքի նախարարության անունը մինչև վերջ կարդա, ես չեմ կարող հիշել։ Գիտության, կրթության, սպորտի, չգիտեմ էլ ինչի, ոնց կարա լինի դες բան։ Սպորտը պետք է սպորտի նախարար ունենա, որ մենակ ինքը հասկանա, որ սպորտսմենի հետ գործ ունի։ Նա գիտության հետ, նա մաթեմատիկա հետ, նա ինչ գործ ունի սպորտսմենը դրա հետ։ Սպորտսմենը պետք է ժամը 7-ին երեկոյան քնի, առավոտ ժամը 5:30 զարթնի, որ հասկանա, որ ինքը այն բանին պետք է մնա, որ վաղը պետք է դրոշը բարձրացնի եւ ոսկե մեդալ բերի։ Ոնց կարա նախարարը, այդ մի նախարարը այդքան կառույցի չի կարա։ Չի կարա, չի աշխատելու այդ համակարգը։ Դրա համար մենք այս օրին ենք խոսել։ Սիրելի հայրենակիցս, խնդրում եմ ձեզ, եղեք մեր հայրենակիցների կողքին։ Ես աջակցում եմ Սերոբ Գասպարյանին, Սև Հովազի հրամանատարին, հերոսի եղբորը, եւ մնացած մեր եղբայրներին իմ աջակցությունս ասում եմ, եթե կան մարդիկ, խնդրում եմ գրեք անունները մենք կաջակցենք, նորից եմ ասում, ես աջակցում եմ Վարդան Ղուկասյանին, մեր հայրենակիցը, որ լինելով Ամերիկայում, նա օգնել է մարդկանց, ես տեսել եմ դա, ես լսել եմ դա, դրա համար ես իմ ձեռքը մեկնում եմ, ես մնում եմ իմ կարծիքին անկախ թեմաներից, անկախ շշուկներից, որ ստեղից գալիս անդեղից գնում է, չնայած մենք փորձել ենք փակելու, որ ոչ շշուկ, ոչ մի բան, մենք անկախ ենք, ես փորձում եմ աջակցել քրիստոնյայի վահել։ Նույնը Քրիստոսին սովորացրել է, նա թողեց 99 գառնուկին եւ գնաց մեկ գառի հետևից, ձեռքը վերցնելով, փրկելով, օգնելով, աջակցելով, սա է քրիստոնյայի գաղափարախոսությունը։ Քրիստոնյան պետք է չմտածի, այ եթե ես Սերոբի համար, Պողոսի համար, Վարդան անեմ, բա ես ինչ քյար ունեմ, հենց երբ որ դու մտածում ես դրա մասին, այդտեղ մեր դժբախտությունն է գալի։ Ոչ, նա մեզանից մեկն է։ Վաղը նույնը, այս կյանքը բումերանգ է, ոնց շպրտում ես տենց հետ է գալի քո կյանքում։ Ես համոզված եմ, որ իմ հետևից շատ մարդիկ կգան։ Եթե իմ մի ոտին քար խփի, ես գիտեմ, որ մարդիկ ոտևից ինչ ճիշտ են պահել։ Ես անում եմ մի բան, որի համար չեմ մտածում, որ բա ես սրանից ինչ շահ ունեմ։ Բա ես սրան ոնց բերեմ մտցնեմ, այս ինչ պարտայ կամ այս ինչ չէ։ Այս երկիրը մենակ իմ երկիրը չի, ձեր երկիրն էլ է։ Այդ Վարդանը, որ խոսում էր, ձեր շատերի սիրած եւ չսիրած Վարդանը, որ խոսում էր, ինքը խոսում էր ձեր համար, ինքը դուսն էր, ինքը կարող լռել եւ սաղ կյանքը Ամերիկա ապրել, ես դրանց էլ հասկանում եմ։ Բայց մեր բոլորի համար է ինքը խոսել։ Ինքը չի նստել այսօր մենակ իր համար, որ գցենք ինչ-որ
չգիտեմ, շտրաֆ արե եւ դրա համար նստել ասեմ եղբայր, դե մի մեքենա արագ ես քշե գնացել խփել ես մարդու մեքենային սրա համար տարի նստել եմ ինչ անենք, էդի կարար բոլորի հետ լիներ, ոչ։ Նրա խոսքը եղել է իմ, քո բոլորիդ համար։ Թեկուզ շատերի համար տղաճ է եղել։ Սերոբ Գասպարին ձերբակալել են գիտեք ինչի համար, որ իր երկիրը սիրում է, որ իր երկրի քաղաքացուն սիրում է, որ իր երկրի համար տվեց 2 զոհ մի ընտանիքից։ Այս սրա համար են նստացրել Սերոբ Գասպարին, որ ճշմարտություն եւ սեր էր խոսում նա հզորություն էր ուզում բերեր, նա ուզում էր կանգնել քո որդու կողքը, որ ասել ախպերս 18 տարեկան տղես, ես 30 տարի փորձում եմ, քո տղեն եթե վաղը 18 տարեկան է հիմա կանգնած է սահմանին, ո՞նց է կռվելու։ Ում հոգեբանությունով, Նիկոլի, թե Ռոստամի։ Եթե Ռոստամի պես մտածի, մենք կհաղթենք, բայց որ Նիկոլի պես մտածի, 100% քո որդին տուն չի վերադառնա։ Ես ցավով եմ ասում, չի վերադառնալու, որտեղ նրա մեջ կա վախի հոգի։ Սերոփի պես, Ռոստամի պես եւ մեր պես մտածողները մենք վախի հոգին չունենք։ Մենք հաղթածի հոգի ունենք։ Մենք հաղթածի հոգի ունենք, սա է մեր եւ նրանց տարբերությունը։ Դուք չեք լսի մեկ օր մեզանից մի խոսք, որ ոյ վախեցեք, ոչ, կռիվը, այո, կռիվը լինելու, պատերազմը լինելու է, դա անխուսափելի է։ Մենք հիմա ոչ թե վախի հոգի ենք ասում, ենք լինելու է եւ շատ մոտ է։ Այստեղ խնդիրը ուրիշ է։ Ինչի, եթե մենք կարանք հաղթենք, պարտվածի հետ մենք ո՞նց կարող ենք պատերազմ դուրս գանք։ Վախի հոգի ունեցող մարդը ո՞նց կարա իմ հետ դուրս գա պատերազմ, չի կարա ինքը։ Իր մեջ վախի հոգին նստած է։ Երբ որ լսում եք Նիկոլի ինտերվյուները, նա միայն քարոզում է վախի հոգի։ Խնդրում եմ, մտեք Ռոստամի էջերը, Ռոստամ Գասպարյանի էջը Facebook-ով։ Ես կարող եմ մենակ իրանից խոսալ այս պահին։ Նա իմ հերոսն է։ Ես շատ հերոսներ ունեմ, շատ աղբներ, իմ քրոջս տղեն է հերոսացե։ Բայց ես խոսում եմ հիմա Ռոստամից, մտեք իր էջը, նայեք իր խոսքը սահմանի վրա կանգնած, վիդեոները նայեք եւ նայեք այսօրվա գերագույն կոչված ճակերտավոր ոչ Հայաստանի գերագույն հրամանատարի խոսքերը։ Միայն վախ, հետնահանջ վախ, սա է տարբերությունը մեր եւ նրա։ Մենք չունենք հետնահանջել, տեղ չունենք փախնելու։ Այն կոմետում ենք Թուրքիանա, դեմից գալողը Ազերնա, ով այլ մեզ, ոնց եք պատկերացնում, ուր, մենք էլ չունենք հետնահանջի տեղ, գաղթի ճամփա չունենք, այն մեր հայրենակիցներ, որ Թուրքիայից փախան, եկան Հայաստան, գաղթի ճամփա կար, Արցախը գաղթի ճամփեն կար, վсё, երկուսներ հիմա փակ, այսինքն փագի մեջ է, ուր են փախնելու, ուր, իմ կոչը միասնությունն է, այն կոչը, որ ես արեցի, ես կխնդրեմ, ես համապատասխան մարդկանց կզանգեմ, որ իրանց իրավաբանները սարքեն մեկ բլանկ, Սերոբ Գասպարյան, նա մեղադրվում է S, որը չկա աբացուց, եւ մենք ուղարկում ենք աշխարհով մեկ, բոլորս միասին գրում ենք ազատություն, այսինչանին եւ տակը, եթե դու Գերմանիայում ես, գտի Գերմանիայի դեսպանատունը ուղարկիր այնտեղ, եթե դու Շվեյցարիան, ղրկի Շվեյցարիա, դուք պատկերացնում եք, սա ինչ կկատարվի Նիկոլ Փաշինյանի համար, սա իմ կոչն է, եւ ես աշխատելու եմ սրա վրա, եւ ես պահանջել եմ այդ բլանկը, եւ նույնը Վարդան Ղուկասյան, եւ մնացած մեր հայրենակիցների համար, եւ հավատացնում եմ ձեզ, եթե 1, 2, 3 միլիոն այս ձև բլանկներ լինի, ինչի՞ թվում Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը շատ մեծ խնդիր կունենա տարբեր ազգերից, որովհետեւ այդ նամակները մեկը չեն լինելու, երկուսը չեն լինելու, եւ նրանց ստիպված ասում են եղբայր, ես ինչ է կատարվում, ձեր երկրի ժողովուրդ եւ սփյուռքը ոտքի այլ եւ նամակները ղրկում։ Ուրա ձեր ճիշտը, ուրա ձեր դատական եւ դատախազական այդ սիստեմը ինչ անում, այս ինչ բռնաբարություն է գնում։ Ինքը չի կարող արդարանա։ Մենք փակում ենք իր բոլոր արդարացումները։ Ես կապնվելու եմ համապատասխան մարդկանց հետ, ես խնդրեմ այդ բլանկը անպայման հավաքեմ պրոֆեսիոնալ ձև, իրավաբանական ձևով եւ մենք բաժնելու ենք դա լինելու է մեր այցեքարտը բոլոր աշխարհում։ Հենց մի բան եղա, պետք է մենք բարձրաձայնենք, վсё, ուրիշ տարբերակ չկա։